Երևանը պատվիրակ կուղարկի Բաքու 3+3 նախարարական հանդիպմանը, Հայաստանի օգուտներն ու վնասները 3 գումարած 3 ձևաչափից։ Փաշինյան մերձ հանդիպում Բերլինում, գերմանահայ կառույցները կանցլերին կոչ են անում չանտեսել Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցն ու հայաստանյան վտանգավոր զարգացումները։ Բաքվի վայնասունը Հայաստան-Եվրամիություն ռազմավարական գործընկերության նոր օրակարգի շուրջ, փաստաթղթի որ դրույթներն են Բաքվին հունից հանել։ Նոր ընտրություններ, նոր հնարավորություններ քաղաքական ուժերի համար, նոր սահմանադրությամբ կաբինետ ձևավորելու համար խորհրդարանում կայուն մեծամասնություն ունենալու պահանջը չի լինի։ Վճռական ենք ուժեղացնելու Մոսկվայի վրա ճնշումը եւ ստիպելու նստել բանակցությունների սեղանի շուրջ, Եվրահանձնաժողովի նախագահի հայտարարությունը։ Դեղեր, միս ու կարագ պահելու համար նախատեսված սառնարաններում, ինչ պայմաններում են պահվում Հայաստան ներմուծված դեղերը մաքսային պահեստներում։ Սևանից ձկան որսն արգելված է, բայց ձկնգողերը իրենց սև գործն անում են, ինչ են գտել ջրային պարեկները Բեռնախցիկում։ Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քրոջն ու եղբայրներին չեն վերադարձրել մորը, նրանք առայժմ ինտենսիվ վերականգնման փուլում են։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր թողարկումն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլոմյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Որտեղ տեղի կունենա 3+3 ձևաչափով նախարարական հաջորդ հանդիպումը, նախորդները Ռուսաստանում, Թուրքիայում եւ Իրանում եղան, Բաքուն հայտարարեց, թե այժմ ինքն է պատրաստ հյուրընկալել ու Երևանից մերժման պատճառ չի տեսնում։ Վայրի վերաբերյալ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու քննարկումները կշարունակվեն, Երևանից են արձագանքել։ Որքանով է 3 գումարած 3 ձևաչափը ձեռնտու Հայաստանի համար, ինչ նպատակներ ունի Ալիևը, որ միաժամանակ մի քանի լարի վրա է խաղում, ինչ օգուտներ կքաղի Թբիլիսին, որն իբր առանց Տուրքի դեպի Հայաստան նավթամթերքի տարանցում է խոստանում։ Փորձագետներին լսել է Նաիրի Մուրադյանը։ Բայրամովի առաջարկին 3 գումարած 3 տարածաշրջանային ձևաչափով հանդիպումն անցկացնել Բաքվում Հայաստանի արտաքին գերատեսչության խոսնակի մակարդակով են արձագանքել, կարճ նշելով, թե հանդիպման վայրի վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ 3 գումարած 3 տարածաշրջանային համագործակցության հարթակի 3-րդ հանդիպման համատեղ կոմյունիկեում արձանագրված է նախարարական հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։ Ընդհանուր ընկալմամբ այդ հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում, փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն, պայմանավորվածություն լինելու դեպքում կտեղեկացնենք։ Հայաստանը չի գնում, որովհետև հասկանալի է, թե դու գնում ես մի երկիր, որտեղ կան հայ գերիներ, ապա դու դրանով փաստացի հատկապես նախընտրական կամպանիայի ժամանակ դու դրանով վարկանիշային մեծ կորուստ ես ունենում, չնայած ունես, բայց էլ ավելի մեծ կորուստ ես ունենում, փաստորեն լեգիտիմացնում ես դատական գործընթացը։ Քաղաքագետ վերլուծաբանների ձևակերպմամբ 3 գումարած 3-ը Հայաստանի համար այնքան էլ կոմֆորտ չէ, բայց հուսալի ձևաչափ է։ Սակայն ասում են, այնպես չէ, որ այդ ձևաչափով հանդիպումներում Հայաստանի համար դրական արդյունքներ կարող են լինել։ Եթե հաջողվի այդ ձևաչափով հասնել կոնսենսուսի, ապա դա կլինի շատ ավելի հուսալի, քան որևէ այլ ձևաչափով փաստաթուղթ, որովհետև եւ պատմականորեն եւ փաստացի մեր տարածաշրջանում միշտ կայունությունը եղել է Ռուսաստան-Թուրքիա հետ եռանկյունու կոնսենսուսով։ Եթե այդ կոնսենսուսը չի եղել են լարվածություն պատերազմներ, եթե եղել է կայունություն։ Հայաստանն այս ձևաչափով հանդիպումներում ըստ քաղաքագետ Բաղդասարյանի ամենաթույլողակն է տնտեսական առումով եւ միակ ամենափոքր երկիրն է, որ դեպի ծով ելք չունի, եւ բնականաբար նման հանդիպումներում Հայաստանը չի կարողանալու իր շահերն առաջ մղել, այլ անդամ բոլոր երկրները փորձելու են Հայաստանի այդ վիճակից իրենց փայաբաժինը պոկել։ Պետք չի ակնկալել, որ այդ ձևաչափը Հայաստանին պաշտպանելու է, ոչ, պարզապես քանի որ այնտեղ էլ կան շահերի բախումներ այդ խոշոր խաղացողների միջև, Հայաստանը կարող է հասնել ինչ-որ կոնսենսուսի, որտեղ համաձայնվեն, որ լավ, Հայաստանին ձեռք չենք տալիս, պարզացած, եւ դառնում է ընդհանուր պրոյեկտի մի մաս, այսինքն ապաշրջափակում եւ այլն։ Նկատենք, որ Ադրբեջանն այստեղ էլ մի քանի լարի վրա է խաղում, սիրաշահում է արևմուտքին, բայց դրան զուգահեռ տարածաշրջանային խնդիրների լուծման համար ողջունում 3+3 ձևաչափը։ Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը շահեր ունի թե արևմուտքից եւ թե Ռուսաստանից։ Թուրքիան Ադրբեջանի միջոցով տարբեր բանակիտական խաղեր է խաղում։ Ցույց տալով, որ Ադրբեջանի ինքնուրույն քաղաքականություն է վարում, բայց իրականում դա Թուրքիայի քաղաքականությունն է Հարավային Կովկասում։ Վրաստանը հայտնեց, թե Հայաստան-ադրբեջանական նավթամթերքի մեկ անգամի
անգամյա տարանցման համար Թբիլիսին տուրք չի գանձի։ Ինչպես հացահատիկի նավթամթերքի ներմուծման դեպքում էլ Հայաստանի Հանրությունը ադրբեջանական կողմից տեղեկացավ։ Հայաստանի իշխանություններն էլ հայտարարեցին, որ վրացական կողմն այդ քայլը դիտարկում է խաղաղության գործընթացին նվիրված ժեստ։ Հետագայում սակայն նավթամթերք ներմուծողները վճարումներ կկատարեն։ Ըստ քաղաքագետ Բաղդասարյանի, իրականում Վրաստանը ընդունված գներից անհամեմատ ավելի թանկ տուրք է պահանջում որպես տրանզիտ երկիր։ 40 անգամ ավելի թանկ, որովհետև Վրաստանը օգտվում է այս իրավիճակից եւ փաստոցի փոխադրումների մենաշնորհ ունի։ Ըստ քաղաքագետի, որքան էլ Վրաստանը դիվանագիտական հայտարարություններ անի, թե ողջունում է հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ երկիրը ըստ Բաղդասարյանի լավ է հասկանում, որ եթե հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, որպես տրանզիտային երկիր իր դերը էականորեն նվազելու է։ Վրաստանը եւ քաղաքական եւ տնտեսական առումով վնաս է կրելու։ Փաստն այն է, որ այդ հարաբերությունների կարգավորման արդյունքում Վրաստանը տուժելու է։ Իրականում Վրաստանը ունի տնտեսական եւ քաղաքական զարգացման երկու հիմնական հաղթաթուղթ։ Առաջինը ելք դեպի Սերծով եւ երկրորդը հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների բացակայություն։ Սրանք են Վրաստանի երկու առավելությունները։ Եվ Վրաստանը բնականաբար չի ցանկանա զրկվել այդ առավելություններից մեկից։ Այնուամենայնիվ ըստ քաղաքագետի տեսականորեն, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության համաձայնագիրը ստորագրվի եւ երկու երկրների միջև շարունակական դառնան առևտրային հարաբերությունները, ներմուծումն ու արտահանումը երկու երկրների միջև կլինի ոչ թե Վրաստանի, այլ ուղիղ ճանապարհով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Բաքուն վայնասուն է բարձրացրել Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի ստորագրման կապակցությամբ։ Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդում է, թե իբր այն հակասում է խաղաղության օրակարգին։ Ասում են, ակնկալում են, որ Երևանն ու Բրյուսելը կոնկրետ քայլեր կձեռնարկեն իրենց համար անցանկալի դրույթները լուծելու համար։ Բաքվին հունից հանել է փաստաթղթում առկա Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված ղարաբաղցի հայերի արտահայտությունը եւ հարցը Եվրամիության եւ Հայաստանի միջև գործընկերության առաջնահերթություններից մեկը սահմանել։ Փաստաթղթում միջազգային դատարանի բոլոր համապատասխան որոշումների լիարժեք, արագ եւ արդյունավետ իրականացմանն աջակցելու վերաբերյալ դրույթի ներառումը նրանց կարծիքով ենթադրում է Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված պահանջներ։ Մարդկության դեմ հանցագործությունների եւ պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող եւ դատապարտված հայազգի անձանց գերիներ անվանելը եւ նրանց ազատ արձակումը որպես առանձին առաջնահերթություն սահմանելը իրականության լուրջ աղավաղում է եւ անընդունելի է։ Փաստաթղթում չի հիշատակվում կարգավորման գործընթացի շրջանակում ձեռք բերված եւ մեծ նշանակություն ունեցող Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման ուղի նախագիծը, որը համաձայնեցվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում։ Նշված առաջնահերթություններից բացի ռազմական եւ պաշտպանական հարցերի վրա կենտրոնացումը ծառայում է Հայաստանի ռազմականացմանը։ Բաքուն Սյունիքով ճանապարհը կրկին Զանգեզուրի միջանցք է կոչել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ մոտ ապագայում Զանգեզուրի միջանցքը կարևոր դեր կխաղա հաղորդակցության նոր ուղի դառնալով ինչպես միջին միջանցքի, այնպես էլ հյուսիս-հարավ միջանցքի շրջանակում։ Նրա խոսքով Ադրբեջանը ակտիվորեն զարգացնում է միջազգային տրանսպորտային միջանցքները, ժամանակակից ենթակառույցներ ստեղծում։ Իբր խաղաղության ձգտող Ալիևը կրակին յուղ է լցնում եւ կրկին հերոսացնում մարդասպանին։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ փոխգնդապետի կոչում ունեցող մարդասպան Ռամիլ Սաֆարովին այժմ էլ շնորհվել է գնդապետի կոչում։ Բայց Ալիևը իբր խորամանկում է, Բաքվի քարոզչամեքենան հրահանգել է չհայրանացնել, չհրապարակայնացնել եւ չշեշտադրել ոճրագործի հերոսացման այս փաստը, որ չպատռվի թերևս խաղաղություն խաղացող Ալիևի դիմակը։ 2004-ին Հունգարիայում ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրի շրջանակում հայ-սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Սաֆարովի զինվորական կոչումը փաստորեն բարձրացվել է։ Երկօրյա պաշտոնական այցով Գերմանիայում է վարչապետ Փաշինյանը, նա այսօր հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ, հանդիպումը տեղի ունեցել Բելվյու պալատում։ Պաշտոնական դիմավորումից եւ վարարողակարգային լուսանկարահանումից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Գերմանիայի նախագահի հանդիպումը սկզբում անցկացվել է առանձնազրույցի ձևաչափով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Քիչ առաջ էլ մեկնարկել է Փաշինյանի հանդիպումը կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Վաղը Փաշինյանը Բերլինից մեկնելու է Համբուրգ, հանդիպելու քաղաքապետ Պետեր Չենչերի հետ, Համբուրգի առևտրի պալատում Փաշինյանը հանդիպում կունենա տեղի գործարարների հետ։
Մարդու իրավունքների մի շարք կազմակերպություններ եւ Գերմանա-հայոց կենտրոնական խորհուրդը համատեղ դիմել են Գերմանիայի կանցլերին, կոչանելով, որ Փաշինյանի հետ հանդիպմանը անուշադրության չմատնվեն հայ ռազմագերիների եւ պատանդների խնդիրները Բաքվի բանտում։ Հատկապես մտահոգիչ են համարել Վիգեն Էուլջեքչյանի դեպքը, ով Բաքվի բանտում ծանր առողջական վիճակում է, որի կյանքը լուրջ վտանգված է։ Միաժամանակ նրանք կարևոր են համարել անդրադառնալ նաեւ Հայաստանում վտանգավոր զարգացումներին, խոսքի ազատության սահմանափակմանը, քաղաքական հետապնդումներին, 4 թեմակալ առաջնորդների կալանավորմանը։ Հորդորը ուղղել են Սարա Ռեյնկեն, դոկտոր Թեսա Հոֆմանը եւ Ջոնաթան Սպանքհենգերը։ Երևանը բռնել է մայր օրենքը փոխելու ճանապարհը։ Իշխանությունները պնդում են, որ ոչ թե Բաքվի պահանջով են առաջնորդվում, այլ ներքին խնդիրներից ելնելով։ Նոր սահմանադրության նախագծով կառավարության կաբինետ ձևավորելու համար խորհրդարանում կայուն մեծամասնություն ունենալու պահանջը չի լինի։ Արդարադատության նախարարի խոսքով սա նոր հնարավորության դռներ է բացում քաղաքական ուժերի համար։ Կառավարություն ձևավորելու համար ազգային ժողովում կայուն մեծամասնություն падգամավորների ընդհանուր թվի շուրջ 54%-ն ունենալու պահանջը չի լինի նոր սահմանադրության նախագծում, որն իշխանությունները նախատեսում են ժողովրդի դատին հանձնել եկող տարվա խորհրդարանական ընտրություններից հետո։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն է որոշել։ Սա նշանակում է, որ եթե ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժ համապատասխան թվով մանդատներ չունենա այս դահլիճում, միաժամանակ խորհրդարան անցած մեկ այլ թիմի հետ կոալիցիա չկազմի, ապա ոչ թե առավելագույն ձայներ ստացածները կգնան երկրորդ փուլ, այլ մասնակից բոլոր քաղաքական թիմերը առանց որևէ առավելության, ասել է թե գործընթացը կսկսվի 0-ից։ Արդարադատության նախարարը, ով ի պաշտոն է գլխավորում է մայր օրենքի բարեփոխումների խումբը, հիմնավորում է ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից են այսպես ճիշտ գտել։ Նոր հնարավորություններ ստեղծելով քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ, որպեսզի ավելի մեծ հնարավորություններ ստեղծեն քաղաքական ուժերին նաև համախմբվելու երկրորդ ընտրություններին եւ նոր ընտրությունների արդյունքներով, եթե կրկին չձևավորվի այդ մեծամասնական ուժը, այդ դեպքում նոր արդեն ունենալու են երկրորդ փուլ ըստ էության այն կարգավորումներով, ինչպեսիք որ այսօր կան։ Մի քիչ բարդ է այստեղ ի վերջո ասել որն է ճիշտ լուծումը։ Ընտրական փորձագետը ժամը լրատվականին պարզաբանում է երկրորդ անգամ ոչ թե երկրորդ փուլով, այլ մեկնարկային կետից ընտրությունների գնալը խնդրի լուծման եվրոպական մոտեցումն է, հնարավոր մյուս բոլոր տարբերակներից միայն մեկը։ Կարելի է այլ մեխանիզմներ էլ հնարել։ Մենք մենակ կպել ենք այս երկրորդ փուլ գնալու մեխանիզմին, այնինչ այլ մեխանիզմներ էլ գոյություն ունեն։ Բայց այդ պարագայում պետք է սահմանադրությունը ավելի լուրջ փոփոխել։ Օրինակ, կառավարությունը ժամանակավոր կարող է ձևավորել նախագահ կես տարով, եթե կես տարուց հետո կոալիցիա չձևավորվի, նոր գնալ ընտրության, որովհետև եթե դու անմիջապես ես գնում ընտրության, հնարավորությունը, որ նույն արդյունքն է ստանալու, շատ մեծ է։ Սահմանադրագետի աչքն էլ մեկ այլ հանգամանք է առնում, շարունակում ենք մնալ խորհրդարանական պետություն, բայց ընդունում ենք նոր սահմանադրություն եւ ոչ թե պարզապես բարեփոխում գործող մայր օրենքը։ Մասնագետն է հարցնում, եթե իշխանությունները հրաժարվում են նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությունը խաղաղության պայմանագիրը ստորագրելու Ալիևի նախապայմանի հետ կապել եւ փոխարենը պատճառաբանում են, թե մեր պետության գլխավոր իրավական փաստաթղթի նկատմամբ հանրային վստահության պակաս կա, ապա սահմանադրագետն ընդգծում է, բարեփոխելով հնարավոր չէ լինելու հրաժարվել այդ թվում մայր օրենքի նախաբանից, որն էլ Ադրբեջանի նախագահի կոկորդին է մնացել, ուրեմն ինչպես հասկանալ այս թնջուկը։ Կան մեծամասնության միջոցով դա հենց խորհրդարանական կառավարման ձև ունեցող երկրներն է հարից։ Ապահովում է կայունությունը տվյալ պետությունում, որովհետև երբ ժողովուրդը ձևավորում է իշխանությունը, բնական է, որ ընդդիմությունը մշտապես քննադատության է արժանացնում մեծամասնություն կազմող իշխանությանը, եւ այդ կայունության միջոցով է իշխանությանը հնարավորություն տրվում իր ծրագիրը կյանքի կոչելու։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական փաստաթղթային խաղաղության վերջին խոչընդոտին, ինչպես մեկնաբանում է Բաքուն, Հայաստանի սահմանադրության նախաբանում մեր պետության անկախության հռչակագրին հղում անելուն, որտեղ ամրագրել ենք Արցախի հետ վերամիավորվելու մեր ազգային նպատակը, իսկ Ալիևի համար այն իրենց նկատմամբ իբր տարածքային պահանջ է, ապա բարեփոխումների խորհուրդը այն պահել-չպահելու հարցին դեռևս չի հասել, հետևապես որոշում էլ չունի։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Վճռական ենք ուժեղացնելու Մոսկվայի վրա ճնշումը եւ ստիպելու նստել բանակցությունների սեղանի շուրջ, Եվրահանձնաժողովի նախագահի հայտարարությունը։ Դեղեր, միս ու կարագ պահելու համար նախատեսված սառնարաններում, ինչ պայմաններում են պահվում Հայաստան ներմուծված դեղերը մաքսային պահեստներում։
Սևանից ձկան որսն արգելված է, բայց ձկնգողերը իրենց սև գործն անում են։ Ինչ են գտել ջրային պարեկները Բեռնախցիկում։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում, այժմ միջազգային լրահոս։ Ուկրաինացիները իրավունք ունեն ընտրելու իրենց պետության ղեկավարին եւ հիմա ժամանակն է, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Պոլիտիկոյին տված հարցազրույցում։ Թրամփի խոսքով Կիևը օգտագործում է պատերազմը ընտրություններ անցկացնելուց խուսափելու համար։ Թրամփը հիշեցրել է, որ Ուկրաինայում ընտրությունները նախատեսված էին 2024 թվականի մարտի 31-ին, բայց դրանք չեղարկվեցին ռազմական դրության եւ ընդհանուր զորահավաքի պատճառով։ Սպիտակ տան ղեկավարը նաեւ անդրադարձել է խաղաղ կարգավորման հարցին եւ կոչ արել Զելենսկուն վերանայել ամերիկյան առաջարկը։ Թրամփը խոստովանել է, որ Մոսկվան ավելի ուժեղ բանակցային դիրք ունի եւ կոչ է արել Կիևի ռեժիմի ղեկավարին հավաքվել եւ ընդունել իրեն առաջադրվող պայմանները, քանի որ նա պարտվում է։ Իսկ Զելենսկին Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարների հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե հաջողվել է գալ ընդհանուր հայտարարի Կիևի համար անվտանգության երաշխիքների շուրջ։ Զելենսկին հավելել է, որ այժմ Եվրոպան եւ Կիևը մշակում են հակամարտության կարգավորման ծրագրի իրենց տարբերակը։ Նրա խոսքով Միացյալ Նահանգների ներկայացրած խաղաղության ծրագիրը 28 կետից կրճատվել դարձել է 20 կետանոց։ Եվրոպական կողմը երկու հիմնական առաջնահերթություն ունի Ուկրաինային աջակցությունը եւ Եվրոպայի պաշտպանական կարողությունների ամրապնդումը, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նա ասել է, որ ցանկանում են ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցներով աջակցել Կիևին։ Նրա խոսքով ֆինանսական աջակցությունը կօգնի Ուկրաինային դիմակայել, ինչը կարևոր քայլ է եվրոպական պաշտպանության համար։ Մինչև Ուկրաինան ջանքեր է գործադրում խաղաղության համար, Ռուսաստանը ծաղրում է դիվանագիտությունը եւ ուժեղացնում հարձակումները։ Վճռական ենք ուժեղացնելու Մոսկվայի վրա ճնշումը եւ ստիպելու նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ռուսաստանը կհասնի հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարդու իրավունքների խորհրդի նիստում։ Ըստ ՏԱՍ-ի Պուտինն ընդգծել է, որ անպայման այդ գործն իր տրամաբանական ավարտին կհասցնեն, հատուկ ռազմական գործողության նպատակները կիրագործվեն։ Ռուսաստանն ընդլայնում է Հայաստանում իր ԱՊԱ տեղեկատվական արշավը, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի արտահերթ նիստում Կալասը հայտարարել է, թե քանի դեռ Երևանը մերձենում է Եվրամիության հետ, վնասակար արտաքին ազդեցության ճնշումը աճում է։ Ռուսաստանը եւ նրա վստահված անձինք ուժեղացնում են ԱՊԱ տեղեկատվական արշավները, այդ թվում Հայաստանում հաջորդ տարվա ընտրությունների նախօրեին։ Այս տարի գլխավոր թիրախը Մոլդովան էր, բայց այն դարձավ լավագույն ապացույցը, որ այդ սպառնալիքը կարելի է հաղթահարել, հայտարարել է Կալասը։ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև էներգետիկ անվտանգության շուրջ համագործակցությունը մտնում է նոր փուլ։ Մեր երկրում ամերիկյան դեսպան Քրիստինա Քվինը այսօր տեղեկացրել է, որ կողմերը բանակցում են 123-րդ համաձայնագրի շուրջ։ Փաստաթուղթը Միացյալ Նահանգներին թույլ կտա Հայաստան արտահանել քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ։ Դեսպանը ընդգծել է, որ այս համաձայնագիրը կարող է աջակցել Հայաստանին մեծամորի միջուկային ռեակտորից անցում կատարելու ժամանակակից եւ ճկուն համակարգերի։ Ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաները նաեւ թույլ կտան մեծացնել երկրի էներգետիկ դիմակայությունը, արդիականացնելով եւ ընդլայնելով արտադրությունը։ Սա փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս ձեզ օգտվել ամերիկյան տեխնոլոգիաներից, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեմ չի, որ դուք օգտվեք այդ տեխնոլոգիաներից։ Դրա փոխարեն ինքն էլ հնարավորություն է մտնել եւ ձեր միջուկային կայանների հետ կապված լաբորատորիաներ, ատոմակայաններ որոշակի իրեն հետաքրքրող թեմաներով ստուգումներ անել։ Բացարձակ կապ չունի Հայաստանում ռեակտորի կառուցման եւ այլի հետ։ Աշխատանքային միգրանտների մուտքը սահմանափակելու օրինագիծ է ներկայացվել խորհրդարանում, քվոտաներ կսահմանեն, թե որ երկրից որքան աշխատողի բնակության իրավունք տրամադրել։ Անձեն աչքով երևում է, որ երկրում ավելացել են միգրանտները, հատկապես Հնդկաստանից, որոնց Հայաստան է բերել աշխատանքի փնտրտուքը, շատերը սակայն այն չգտնելով մուրացկանությամբ են զբաղված փողոցներում։ Հարցը կարգավորելը դարձել է օրախնդիր։
2019 թվականին Հայաստանում տրամադրվել է բնակության 7800 թույլտվություն, 2022 թվականին 16600, իսկ 2024-ին 12491 թույլտվություն։ Դիմումների ամենամեծ թիվը ստացվել է Ռուսաստանից, որին հաջորդում է Հնդկաստանը։ Ռուսաստանից բնակության թույլտվության համար դիմողների գերակշիռ հատվածը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ են։ Հնդկաստանից դիմողները հիմնականում Հայաստանում սևագործ աշխատանքով են զբաղվում։ Մեծ հաշվով սա վատ չէ, եթե պրոցեսը վերահսկվում է, իսկ պրոցեսը մեղմացած չի վերահսկվում։ Ներքին գործերի նախարարությունը խորհրդարանին է ներկայացրել օրինագիծ, որով տարեկան քվոտաներ են սահմանվելու միգրանտ աշխատողների թվի համար։ Չեմ կարողանում հասկանալ այս քվոտավորման իմաստը ինձ համար։ Միգուցե կառավարությունը, որ ներդնի սկսի աշխատեցնել, մենք էլ հասկանանք։ Այսինքն կառավարությունն օրինակ հաջորդ տարվա համար կարողանալու է ֆիքսել, որ երկիրը հնարավորություն ունի ընդունել, ասենք, 10000 աշխատանքային միգրանտ։ Եվ ըստ այդմ, հենց այդքան անձի է տրվելու բնակության թույլտվություն։ Այստեղ կա մեկ այլ խնդիր։ Իսկ ինչպես է որոշվելու, որ այս աշխատանքային միգրանտը երկրին անհրաժեշտ է, իսկ նրանից հետո դիմողը ոչ։ Գուցե իրենք ունեն հաշվարկներ, ինչպես են քվոտավորելու, որտեղ ԵՄ-ն ունի այդ համակարգը եւ բավական լավ հաշվարկում են իրենք։ Ես չգիտեմ, միգուցե իրենք արդեն համակարգ ունեն, որտեղ ես դրանից տեղյակ չեմ, բայց այն տեղեկությունը, որը ես ունեմ, ես կարծում եմ, որ այդ քվոտավորումը այս պահին դեռ շուտ է դրան անցնելը։ Ներկա օրենսդրության համաձայն գործատուն կարող է օտարերկրյա քաղաքացուն աշխատանքի ընդունել միայն այն բանից հետո, երբ կհիմնավորի, որ տեղացի բնակիչների շրջանում մասնագետ չի գտել։ Այսինքն ըստ գործող կարգի բիզնեսմենը դիմում է տարածքային զբաղվածության կենտրոն, եւ եթե այնտեղ չկա անհրաժեշտ աշխատանք փնտրողի մասին տվյալներ կամ հնարավոր թեկնածուն չի բավարարում գործատուին, այդ դեպքում վերջինը կարող է աշխատանքի ընդունել միգրանտի, սակայն գործնականում գրեթե երբեք այդպես չի արվում։ Օրինակ անցած տարի գործատուներն այդ կերպ վարվել են ավելի քան 10000 դիմողներից ընդամենը 10-ի դեպքում։ Մյուս կողմից բիզնեսին եւս մեղադրել թերևս չի կարելի։ Օրինակ շինարարությունում, եթե բանվորը 4-5 տարի առաջ 10000 դրամով օրեկան այդ սիրով կաշխատեր, հիմա 15-20-25 հազար է հասնում։ Այս խնդիրը սուր է նաև գյուղատնտեսության ոլորտում։ Դաշտերում աշխատող մարդկանց օրական վարձատրությունից է կախված գյուղմթերքի ինքնարժեքը, հետևաբար մրցունակությունը դասի շուկաներում։ Արդյունքում ստացվում է, որ շատ ֆերմերների համար միակ լուծումն աշխատանքային միգրանտների օգնությանը դիմելն է։ Այսօր հայկական աշխատողը շատ բաներ չի նախընտրում անել, չի ցանկանում անել, քվոտավորել միգրանտների քանակները առանց բիզնեսի հետ դա լուրջ քննարկելու, ինքը ոչ թե օգուտ կտա, այլ խոչընդոտ կստեղծի տնտեսության զարգացման, որովհետև խոչընդոտելով, որ միգրանտներ չգան կամ քիչ կան, դա չի նշանակում, որ տեղական գործազուրկները կսկսեն աշխատել։ Այսինքն այստեղ ունենք երկու խնդիր, որոնք պետք է լուծվեն, բայց ոչ միմյանց հաշվին։ Մի կողմից չվերահսկվող աշխատանքային միգրացիան սոցիալական եւ անվտանգային ահռելի ռիսկեր ունեն, այսինքն այստեղ ունենք երկու խնդիր, որոնք պետք է լուծվեն ոչ միմյանց հաշվին։ Մի կողմից չվերահսկվող աշխատանքային միգրացիան սոցիալական եւ անվտանգային ահռելի ռիսկեր ունի, մյուս կողմից տեղական ձեռնարկություններում աշխատատեղերի խնդիրը չի լուծվում, տեղում անհրաժեշտ աշխատուժի բացակայության հետևանքով։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։ Առողջապահության նախարարը տեսանյութ է հրապարակել ներկայացրել տեղեկություն Հայաստանում սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակի մասին։ Նրա խոսքով ընդհանուր դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք, սակայն կա շատ հստակ մեթոդ եւ գծագրված աշխատանքի մեխանիզմ, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավելի է, այդ դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման։ Նա ընդգծել է, որ եթե լինի համաճարակաբանական այնպիսի իրավիճակ, որ կարիքը կլինի ընդհանուր դասապրոցեսի մասին որոշում ներկայացնել, ապա դա կանեն։ Նախարարի խոսքով այսօր շրջանառվող գրիպի շտամը ատիպիկ շտամ է եւ բավական ագրեսիվ, նա խորհուրդ է տվել պատվաստվել գրիպի դեմ։ Որտեղ եւ ինչ պայմաններում են պահվում Հայաստան ներմուծվող դեղերը մինչև դեղատան դարակներում հայտնվելը։ Մաքսային պահեստներում արդյոք դեղերի պահպանման ռեժիմը ապահովող սառնարաններ կան, թե դրանք սննդի համար նախատեսվածներում են պահվում։ Փորձագետների կարծիքով մաքսային պահեստից մինչև դեղատուն հատուկ արտոնագիր պետք է ունենան բոլոր նրանք, ովքեր առնչվում են դեղերի հետ դրանց ներմուծման որևէ օղակում։
Դեղորայքի որակի եւ անվտանգության հետ կապված խնդիրները մնացել են լուսանցքից դուրս։ Գրանցման, թույլտվության եւ այլ խնդիրների հետ կապված հաճախ դեղերը եւ բժշկական պարագաները ամիսներով կարող են մնալ մաքսային պահոցներում, որոնք չունեն լիցենզիա, այսինքն հասկանալի չէ, թե ինչ պայմաններում են պահվում այդ դեղերն ու պարագաները։ Հայաստան դեղորայքը մտնում է սահմանային կետով, այնուհետև տանում են մաքսային պահեստներ, որոնք Հայաստանում 8-ից 9 են։ Դրանցից ամենակիրառականը 3-ից 4 պահեստներն են։ Բայց որևէ մեկը լիցենզիա չունի, ասում է Դեղատների ասոցիացիայի նախագահն ու հավելում առողջապահության նախարարությանը հարցման արդյունքում պարզել է, որ որոշ ժամանակ առաջ միայն 1 պահեստի են տվել դեղերի մեծածախ իրացման լիցենզիան։ Այդ լիցենզիան էլ դադարեցվել է։ Նրա խոսքով խնդիրն այն է, որ դեղերը Զվարթնոց օդանավակայանում կարգոյում են մնում, մինչև որ վերջինս շրջանառվելու թույլտվություն ունենա։ Իսկ մինչ այդ դրանք մնում են պահեստում, որտեղ փաստացի չկա դեղերի պահպանման ռեժիմ։ Երբ դեղորայքը գալիս է Հայաստան, առողջապահության նախարարության դեղերի փորձագիտական կենտրոնը օրենքով պետք է նմուշներ վերցնի, այնուհետև հավաստի դեղի գրանցումը Հայաստանում, որն այդ դեպքում մի քանի օրվա փոխարեն տևում է գրեթե 1 ամիս, ասում է մասնագետը։ Շոկի հանրակներին, եթե օրինակ դեղը պետք է պահպանվի մինչև 25 աշճանը, բայց եկեք տեսեք, որ մաքսային շատ պահեստներ կան, որ այդտեղ 40 աշճան է, եւ այդ դրա պահպանումից կարող է դեղի որակը փոփոխության ենթարկվել։ Դեղերը պահվում են սառնարաններում, որոնք նաև նախատեսված են օրինակ կարագ մսամթերք պահպանելու համար, ասում է Խաչատրյանը, նշելով, որ դեղորայքի համար պետք է լիցենզիա ունենան բոլոր կազմակերպությունները։ Կապ չունի դա մեծածախ է, մանրածախ, բժշկական կազմակերպություն թե ոչ։ Ըստ նրա, ամբողջ խնդիրն այն է, որ առողջապահության նախարարությունը չի հետաքրքրվում, թե որտեղ է գտնվում եկած դեղը, բաշխում չի անում, իսկ այդ ամենի վերահսկողությունն անում է աշխատանքի եւ առողջապահական տեսչական մարմինը։ Երկուսն էլ պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար, պնդում է Խաչատրյանը, որ այստեղ խնդիր կա, նախարար Ավանեսյանն ինքն էլ ի դեպ հաստատեց։ Իհարկե մենք ունենք նաև խնդիր վերահսկողության մասով, ավելի սկսած մեր մաքսային անցման կետերից, որպեսզի մարդիկ այդ փոքր քանակները չչարաշահելով ավելի մեծ քանակներ չբերեն երկիր։ Ընդհանուր առմամբ իհարկե գիտենք, որ այս ոլորտում ունենք խնդիր կապված դեղերի ծավալի մեծացման հետ։ Հայաստանը փոքր շուկա է այս առումով եւ նաեւ վերջին տարիներին դեղագործական մեծ համաշխարհային ընկերությունների պահանջարկի կտրուկ աճն է հանգեցրել սրան, որ ավելի ու ավելի է process-ը դժվարանում, բայց այս ամենը նաեւ հաշվի առնելով է, որ օրենքով սահմանված կարգով մենք հնարավորություն ենք տալիս որոշակի չափականակով չգրանցված դեղեր բերել։ Փորձագետն օրինակ է բերում ինսուլինի դեղը, որը պետք է պահվի հատուկ պայմաններում, կարող է ձեռք բերել կողմնակի շատ էֆեկտներ։ Քաղցկեղի դեղը, եթե խոնավությունը պահպանված չէ, կարող է լուրջ սպառնալիք դառնալ մարդու առողջության համար։ Օրինակ սովորական դեղատներում էլ պահանջ կա, որ պետք է խոնավաչափ լինի, անգամ սովորական հաբերն ունեն հատուկ պահպանման ռեժիմ, ուր մնաց պատվաստանյութերը, ինսուլինները, պրեպարատները, որոնք եթե հատուկ ռեժիմով չպահպանվեն, ըստ մասնագետի, աչքի տեղը հոնքնել կհանեն։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Ձկնագողության դեպքեր Գեղարքունիքի մարզում ջրային պարեկները Սևան Մարտունի գետապ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են վազ մակնիշի ավտոմեքենա, պարզվել է, որ Սևան քաղաքի բնակչի վարած մեքենայի բեռնախցիկում ապօրինի որսած 82 սիկ կա։ Սևան Մարտունի գետապ ճանապարհին էլ Նորատուսի բնակչի մեքենայում է հայտնաբերվել 154 սիկ։ Կատարվում է քննություն։ Մինչև փետրվարի 1-ը արգելվում է Սևանա լճում զբաղվել ձկնորսությամբ։ Ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։ Ըստ բնապահպանների ջրային պարեկները չունեն բավարար տեխնիկական ապահովվածություն, անձնակազմի թիվը ևս բավարար չէ ամբողջ Սևանա լճի ավազանով ապօրինի ձկնագողության դեպքերը հսկելու համար։ Բացի այդ, մասնագետները նշում են, որ սահմանված պատասխանատվությունն էլ որսագողության դեպքերի համար մեղմ է։ Պարեկների տեխնիկական հնարավորություններից էլ է դա գալիս, թե քանի ոգի են, ինչ տեխնիկական հնարավորություններ ունեն, արդյոք անձնակազմը բավարար է նրա համար, որպեսզի ամբողջ այդ Սևանա լճի հայլիով, տարածքով իրենք հետևեն, թե ինչա կատարվում։ Սա նաև սոցիալական խնդիր է, եթե մենք պետությունը, կառավարությունը հնարավորություն ստեղծի համայնքներում աշխատանք ունենան եւ իրենց հույսը չդնեն միայն ձկնագողության վրա, ապա խնդիրը ավելի շատ շուտ կլուծվի։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քրոջն ու եղբայրներին չեն վերադարձրել մորը, նրանք առայժմ ինտենսիվ վերականգնման փուլում են։ Մեծաշխարհ գտնվելու ենք ակտիվ ցիկլոնի ներքո, ավելին հաջորդիվ։
Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Այսօր կոռուպցիայի դեմ պայքարի օրն է 2025 թվականի սկզբին հրապարակված տվյալներով Transparency International-ի կոռուպցիայի ընկալման Հայաստանի 2024 թվականի համաթիվը 23 թվականի համեմատությամբ մնացել է անփոփոխ 47 միավոր, ինչը ցույց է տալիս, որ վերջին տարում կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց չի գրանցվել։ Միջազգային հանրապետական ինստիտուտի հանրային կարծիքի ուսումնասիրության 2025 թվականի հունիսին հրապարակված տվյալները վկայում են, որ հասարակական վստահությունը առանցքային պետական ինստիտուտների նկատմամբ շարունակում է ցածր մնալ։ Հանրային ընկալմամբ առավել տեսանելի են ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը, մինչդեռ հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետությունը որպես ձեռքբերում նշել է հարցվածների ընդամենը 3%-ը։ Շարունակում են խնդրահարույց լինել որոշումների ընդունման, հատկապես կարևոր պաշտոններում նշանակումների ոչ թափանցիկ գործընթացները, ինչը կասկած է հարուցում հովանավորչության մասին։ Խիստ դատապարտելի են բիզնեսի ու քաղաքականության սերտաճման դրսևորումները, մասնավորապես քաղաքական ֆինանսավորման արդյունքում տնտեսական արտոնությունների ձեռքբերման, բնական ռեսուրսների շահագործման, ապօրինի ու խնդրահարույց ծրագրերի սատարման, հանրային կարծիքի ու արժանապատվության ոտնահարմամբ տնտեսական զարգացման պատրվակով կասկածելի բիզնեսների հովանավորման դեպքերը։ Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար զբոսաշրջիկներից կպահանջվի բժշկական ապահովագրություն վրացերենով կամ անգլերենով։ Ապահովագրությունը պետք է տրված լինի Վրաստան մուտք գործելու պահից մինչև երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։ Ապահովագրական դեպքերը պետք է ներառեն դժբախտ պատահարները, վնասվածքները, հանկարծակի հիվանդությունները, բժշկական տարհանումը, հայրենադարձությունը։ Բժշկական պարտադիր ապահովագրության բացակայության դեպքում սահմանված է տուգանք 300 լարիի չափով, որը հավասար է մոտ 42,000 դրամի։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Արցախի թեմական խորհուրդը վերջին շրջանում որևէ պաշտոնական հայտարարություն չի տարածել, իսկ թեմի անունը շահարկվել է քաղաքական նպատակներով։ Հայտարարել են խորհրդից ընդգծելով, որ իրականում առանձին անդամների անձնական հայտարարություններն են ներկայացվել թեմական խորհրդի անունից։ Տեղեկացնում են թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն այս ընթացքում հանդիպել է միայն թեմի 3 անդամի հետ, ինչը չի կարող դիտարկվել որպես խորհրդի ժողով։ Մտահոգվում են թեմական գործոնի հոգևոր նշանակությունից դուրս շահարկման, դրա հետևանքով կառույցին հասցրած վնասի համար։ Սրբազան պայքարի գործով անցնող հայ առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանի պաշտպանական խմբից տեղեկացնում են, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 10-ից 12-ը նախատեսված եպիսկոպոսած ժողովի հետաձգմամբ պայմանավորված դատարան դիմում են ներկայացրել հրաժարվելով սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից։ Խնդրել են նաև համապատասխան դատական նիստը հետաձգել։ Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները կշարունակեն մնալ Հով երեխաների աջակցության կենտրոնում։ Նրանք առայժմ ինտենսիվ վերականգնման փուլում են։ Երեխաների մայրը նրանց այցելելու հնարավորություն ունի, օգտվում է, սակայն կենտրոնից փոխանցում են, որ առայժմ չի քննարկվում անչափահասներին մոր խնամակալությանը վերադարձնելու հարցը, դեռ վաղ է։ Երեխայի ծնունդն այսուհետև հնարավոր է գրանցել առցանց հարթակ.am կայքում։ Դրա համար անհրաժեշտ է ID քարտ եւ Ես եմ համակարգի միջոցով նույնականացում անցնել։ Հարթակ մուտքից հետո պետք է ներկայացնել համապատասխան դիմումը, հետադարձ կապի համար նշել էլեկտրոնային հասցեն։ Համակարգն ավտոմատ ցույց կտա ընտանեկան կարգավիճակը, տվյալները հաստատելուց հետո այն հնարավոր չի լինի փոխել, իսկ գրանցումն ավարտելուց հետո կձևավորվի ծննդի պետվկայական, որն էլ էլեկտրոնային տարբերակով կուղարկվի։ BRICS Pay վճարային համակարգը հայկական շուկա մտցնելու հնարավորությունն է քննարկվում։ Գործընկերության կարգավորման դեպքում հայկական բանկային քարտերի սեփականատերերը հնարավորություն կունենան քարտային վճարում կատարել տասնյակ երկրներում։ Այդ նպատակով ստեղծվում է կապուղիների ցանց Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի վճարային համակարգերի միջև։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Ինչ կբերի Հայաստան ներթափանցող ցիկլոնը, օդերևութաբանների կանխատեսումներին տեղյակ է Լիլի Հովերը։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում,
Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում չորեքշաբթին կանցնի ակտիվ ցիկլոնի ներքո։ Սպասվում են տեղումներ, առանձին լեռնային գոտիներում ձյուն, ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 1-ից 5 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 6-ից 9, Լոռիում 1-ից 5, Տավուշում 4-ից 8 աստիճան, Հարարատում, Արմավիրում, Սյունիքի հովտային գոտիներում վաղը ցերեկը սպասվում է առավելագույնը 9 աստիճան, Սյունիքի նախալեռներում կդիտվի 4-ից 7, Երևանում օրը կանցնի տեղումներով, այս գիշեր սպասվում է 4-ից 6, ցերեկը 9-ից 11, երեկոյան 5-ից 7 աստիճան։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։